Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ամենաշատը անհանգստացնում է ԲՊՌ, ԿԿԱԿ, այսինքն որպեսզի մեր ծառայությունները առավել եւս սոցիալական լինեն ջուրին եւ թիրախները ավելի ճիշտ իդենտիֆիկացնենք մենք պիտի հասնենք այն նպատակին, որ ԲՊՌ եւ ԿԿԱԿ թվային կապը լինի, պարոն Դադունց, որովհետեւ մենք ԲՊՌ-ում բոլորից տեսնում ենք, բայց ընտանիքները չենք տեսնում։ Եվ չեմ ուզում ունենանք մի իրավիճակ, որ այսքան գործ անելուց հետո էլի պարզվի, որ ընտանիքի իդենտիֆիկացումը արվելու է տեղեկանքներով։ Դա եւ արդյունավետ չէ, եւ շատ ծառայության որակի իմաստով կտրուկ նվազում է ծառայության որակը։ Ծախսատարությունը ավելացնում է, քաշքշուկները ավելանում են եւ այլն եւ այլն։ Ուղղակի օգտվելով առիթից հաշվի առնելով այդ ճարտարապետությունը ոնց եմ ես զգում, ես կարծում եմ մեզ մնացել է ԿԿԱԿ-ը թվայինացնելու խնդիրը լուծել եւ ծառայությունների 90%-ը անհրաժեշտ տեղեկատվությունը ես կարծում եմ ավտոմատ կգեներացվի ծառայություն մատուցողի մոտ եւ քաղաքացիները հաճույք կստանան պետությունից ծառայություն ստանալիս։ Բայերցան ինչ-որ բան սխալ ասեցի։ Չէ, ճիշտ եք ասում, ուղղակի մի լրացում անեմ, ԲՊՌ, որ ասում ենք նոր օրենքը ընդունել ենք անցած տարի հուլիսին, դա այսօրվա մեր պատկերացրած ԲՊՌ-ն է փաստաթղթերի տվյալը հանած մեր տվյալները եւ ՔԳԱԿ-ը միասին մեկ շտեմարան, որին վարչարական հասանելիությունում եւ արդարադատության նախարարության կառույցներ եւ ՆԳՆ Ես դեմ չեմ, բայց պիտի տեղեկատվությունը թվայինացված լինի դրա համար։ Այդ նոր շտեմարանը, որ ձևավորվում է, այդ միգրացիայի գործընթացում նաեւ լուծվում է թվայինացման այդ խորհրդության հարցը սկաներների եւ տվյալների թվայինացման։ Շատ լավ, հիմա մենք շատ չխորանամ էլի տեխնիկական քննարկում։ Շատ լավ, այսինքն ես հասկանում եմ, որ մենք հունվարի 1-ի դրությամբ այդ բոլոր խնդիրները պիտի լուծած լինեն արդեն, որպեսզի լիարժեք լինի այդ կոմունիկացիաները։ Անդադնց ճիշտ եմ հասկանում։ Հունվարի 1-ից նոր տվյալների փոխանակման շերտն է գործելու ըստ էության, բայց իմ կարծիքով այն մեծ տվյալների բազան, որ հիմա առկա է եւ միլիոնավոր փաստաթղթերը, որոնք տասնամյակների ընթացքում գեներացվել են ուրեմն ՔԿԱԿ-ում, դրանց թվայնացումը պարոն փոխվարչապետ շատ ավելի երկար կարող է տևել, բայց մենք ժամանակացույցներ ունենք եւ ըստ վերջին գրառումից հետ գնալով պետք է այդ աշխատանքը իրականացնենք։ Եվ նաեւ քանի որ զուգահեռ ծննդի առցանց գրանցումներն էլ արդեն գործարկվել, կարծում եմ ապագայում արդեն այդ խնդիրները չենք ունենալու, որովհետեւ ինչ որ բայից սկսած արդեն թվային է գրանցվում եւ գրանցվել, մենք պետք է հները սկսենք թուղթը դարձնել տվյալ, որը երկար աշխատանք է, բայց հանձնաժողովի եւ գործակալության հետ աշխատում ենք եւ սկաներների եւ նաեւ արհեստական բանականության լուծումների միջոցով դա այդ ամեն ինչը հնարավոր է իրականացնել, բայց ժամանակի հարց է։ Ես հասկանում եմ բարդությունը խնդրի, պարոն Դադունց, բայց եթե մենք մի օր նստենք ու շատ հստակ սելեկցիա անենք, ինչն է առաջնային, ինչը կարող է մնա թղթային արխիվ նույնիսկ թվայինացնելու կարիք չկա, ես կարծում եմ մենք ընտանիքները մեր երկրում շատ արագ կիդենտիֆիկացնենք։ Այո, մենք միշտ ասում ենք, որ այդ փաստաթղթերը թղթային կրիչներով շատ դժվար է թվայինացնել։ Այո, դա շատ բարդ կլինի, եթե մենք որոշենք ուղղակի հերթով թղթապանակները թվայինացնենք, բայց ինչքան ինքը բարդ է, նույն այդքան էլ անիմաստ է, որտեղ վստահ եմ, որ չի բացառվում, որ թղթապանակների մեջ կան փաստաթղթեր, որոնք ակտուալ չեն ու կարիք էլ չկա իրանց թվայինացնել։ Կարող են տենց մնալ, բայց դրա պատճառով մենք չենք ունենում թվային ընտանիքը երկրում։ Իսկ եթե մենք թվային ընտանիքը չունենանք, նշանակում է մեր ծառայությունների թիրախային լինելը կամ մանիպուլյացիաները, այդ ռիսկերը բոլորը ստանձնած գնում ենք ու ըստ այդմ կարծում եմ արդյունավետության վրա բացասական ազդեցություն ունենում մեր ծրագրերը։ Համեցեք, պարոն վարչապետ, նոր ԲՊՌ-ն ինքը ոչ միայն շտեմարան է, այլ նաև ծառայություններ,
Այսօր դուք ձեր տվյալների ինչ տեսք ունեն ԲՊՌ-ում չեք կարող իմանալ։ Դի գնաք դիմում գրեք, ձեզ քաղված տան եւ այլն։ Նորը որ սարքում ենք ունում են ծրագրային միջավայր, որտեղ դուք մտնում եք, այդ իմ դատան, որ հարթակում ասվեց, մուտքում, որ մտնում եք, ձեր այդ ռեգիստրը ձեզ հասանելի է։ Եվ կարող եք այդտեղ փոփոխել տվյալը, եթե ձեր տվյալը չեք ճանաչում։ Մենք դա հասկացել ենք, ուղղակի այդ տվյալների փոփոխության ազատությունը ունի սահմաններ, որովհետև դա պետք է որոշակի վերիֆիկացիաներ անցնի։ Հակառակ դեպքում ինչ ուզես կարող է հենց ինքը քաղաքացին գեներացնի իր ամուսնու տվյալը, իր կնոջ տվյալը, դա էլ կբերի ուրիշ անոմալիայի, որովհետև կստացվի, որ այդ գեներացնելով իրանք բոլորը կարող են իրանք սարքեն այս կամ այն ծրագրի շահառու։ Ես կարող եմ գնամ գեներացնեմ, որ 64 տարեկան եմ, սկսեմ թոշակ ստանալ։ Նորմալ չի, չէ՞։ Այդպես չի, տիկին նախարարը դրան անդրադարձավ, այսինքն վարչարական process-ը սահմանված է, դուք դիմում եք, լրացնում եք 5 օրվա ընթացքում պետքա որոշում կայացնի վարչական վարույթ իրականացնողը։ Եթե ձայն չի անում, ձեր տվյալը դա է։ Եթե փոփոխություն անում, արդեն վարչական գործընթաց է սկսում, որտեղ սխալ եք գրել։ Դա շատ կարևոր է, դա պարոն Խաչատրյանն էլ մի անգամ բարձրացել այս հարց, որ քաղաքացիներին մասնակից դարձնենք իրանց տվյալները մաքրելու գործընթացը։ Հաստատ համաձայն եմ ձեզ հետ, մի քիչ երևի շատ մտանք տեխնիկայի մեջ, բայց խնդիրը կայանում է նրանում, որ եթե մենք այդ 5 օրվա կուլտուրան մտցնում ենք, այդ դեպքում այդ չթվայինացված մասսայի հետևանքը սկսելու ենք մենք կրել, որտեղ բնականաբար 5 օրում չենք հասցնելու գտնել արխիվում այդ թուղթը, որի մասին քաղաքացին հարցագրել կամ գրառումա կատարել ու ի սկզբանե կսկսենք փչացնել այդ համակարգը, վստահությունը կկորի, դա պետք է բացառենք։ Այսօրվանից բացառենք, սենց երկար խոսում եմ, որպեսզի բոլորս հասկանանք, որ հունվարի 1-ից ինքը պիտի լիարժեք աշխատի։ Համեցեք։ Կարճ ամփոփենք ինչ որ անում ենք, որովհետև վստահ ձեր տրամաբանությամբ ենք առաջ գնում։ Մի կողմից այդ ամբողջ տեխնիկական կտորները կանենք, կգնանք առաջ, մյուս կողմից էլ այո, տվյալների կազմի մասին եք խոսում, որտեղ որ իրականում դեռ աշխատանք ունենք անելու ու կանենք հաստատ գործընկերների հետ, այդ թվում երեխայի ծննդյան ժամանակ քաղաքացիության ֆիքսման հետ կապված հարցեր ունենք, որպեսզի օրինակ տարբեր սոցիալական ծառայություններից օգտվելու պայմաններում անձնագիր չպահանջենք, որ վստահ լինենք, որ անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Վստահ եմ, որ ԲՊՌ-ի իմպլեմենտացման փուլը տարբեր այսպիսի հարցեր նույնիսկ ավելի շատ բարձրացնում է, եւ մենք կոմունիկացնում ենք գործընկերների հետ ու լուծելով կգնանք առաջ, կստանանք այն ինչ որ ասում եք։ Մի փոքր դիտարկում, բան փոխվարչապետ, միգուցե տեխնիկական լինի, ԿԿԳ-ի թվայնացման նաև կարևոր թվայնացման անհրաժեշտ գործոններից մեկը նաև այն է, որ ոչ միայն այդ տվյալները դարձնենք փաստաթուղթ դարձնենք տվյալ, այլ նաև կարողանանք անձանց ճիշտ նույնականացնել եւ անձին կապել իր ՀՑՀ-ի հետ, որովհետեւ այդ փաստաթղթային տվյալները, որ թվայնացվում են, դրանք ուղղակի համակարգում ներառելուց հետո իրենք պետք է կապվեն այն նույնականացման ՀՑՀ-ի հետ, որը միակ նույնականացնող տվյալն է անձի, այսինքն ՀՑՀ-ն միակ տվյալն է, որը անձի կյանքում երբևէ չի փոխվում եւ պետք է լինի միակ կապող օղակը ձեր ասած նաև ընտանիքի կազմի այդ ծառի ստեղծման ուղղությամբ։ Հետևաբար այս երկու բազաների ճիշտ համակցումը կարևոր է լինելու մեր աշխատանքների իրականացման համար։ Ճիշտ է, բայց միևնույնն է հունվարի 1 27 թվականի վերջնաժամկետը ես դեմ չեմ, բայց այդ ժամկետը մենք չենք փոխելու։ Նո առնվազն դա նաև եթե հիմա չեմ ուզում այդ շերտերը բացեմ, բայց եթե մենք այդ խնդիրները չլուծենք, վիզաների ազատականացման գործընթացը խոչընդոտ ենք ստեղծելու ու շատ ռեալ, որովհետև այդ նույն վիզաների ազատականացման գործընթացում ընտանիքի իդենտիֆիկացիան կարևոր է, որպեսզի մանիպուլյացիաներ չանեն մարդիկ։ Ինչ որ լրիվ նորմալ է։ Շնորհակալություն քննարկման համար, սա շատ կարևոր հարց էր, դրա համար մի քիչ ավել ժամանակ հատկացրեցինք։ Առաջարկում եմ ընդունել որոշումը, ովքեր են դեմ չկա, որոշումը ընդունվեց, նիստը ավարտվեց, շնորհակալություն։